Բարև ձեզ եւ բարի գալուստ Պարզից Պարզ ոդկաստ։ Այսօր ձեզ հետ ես եմ Արա Չալաբյանը եւ Արտյոմ Զաքարյանը եւ մեր հյուրն է Նայրա Մարկարյանը, Innobiz նախաձեռնության նախագահ։ Փորձենք հասկանալ Innobiz-ն ինչ է։ Innobiz-ը հասարակական կազմակերպություն է, անունից հասկանում ենք, որ ուղղված է նորարարական բիզնեսի կամ բիզնեսի նորարարության զարգացմանը։ Նպատակ ունենալով զարգացնել հիմնականում մարզային բիզնեսները, ստեղծվեցին 21 թվականին, այնուհետև որոշակի ոչ դրական, հանգամանքներից ելնելով կենտրոնացանք արցախցիներին օգնելու գործին եւ հիմնականում ինքնազբաղվածությամբ ապահովելու գործին։ Գիտենք, որ մեր տեղանված հայրենակիցները աշխատանք դժվար են գտնում, հմտություններն են ոչ համապատասխան սովորույթները, մշակույթը եւ այլն։ Մենք ինքնազբաղվածությունը դիտարկում ենք որպես ալտերնատիվ աշխատանքին։ Նաեւ գիտենք, որ ունեն բազմաթիվ հմտություններ, արհեստների են տիրապետում, արվեստների են տիրապետում, շատ հաճախ դա կարողանում ենք վերածել բիզնեսի։ Իսկ դե ո՞նց եք վերածում։ Հետաքրքիր երկար ճանապարհ ենք անցնում, սկզբում փորձում ենք խոսել մարդկանց հետ, ինչ են ուզում, ինչ են երազում, ինչ են կարողանում անել, ինչ են ցանկանում անել։ Լինում են դեպքեր, երբ որ մարդը ցանկանում է կրկնել այն, ինչ որ արել է տանը, Արցախում։ Լինում են դեպքեր, երբ որ նոր գաղափարներ են ծնվում եւ փորձում ենք իրենք իրագործել այդ գաղափարները։ Ամենակարևորը, որ միասին փորձում ենք հասկանալ, որքանով է տվյալ վայրում այդ բիզնես գաղափարը ընդհանրապես իրատեսական, կան դրա համար հաճախորդներ, ովքեր են այդ հաճախորդները։ Գնում ենք բոլոր դասական քայլերով, բայց այդ քայլերը պարտադիր է այս մարդկանց հետ մանրամասն, երկար, համառ բացատրել, աշխատել, որպեսզի իրենք էլ պատկերացնեն, որովհետև բոլորը կարծում են, որ այո, ես որակով մի բան կպատրաստեմ կամ որակով մի բան կարտադրեմ եւ դա կվաճառվի։ Հա, դա կվաճառվի։ Այստեղ այդ հարցը ունենք եւ մենք փորձում ենք մարդկանց ոնց որ այդ վալիդացիայի հարցից սկսենք, որ իրենք փորձեն վալիդացնել եւ այդ process-ը մեզ համար նաեւ այնքան հետաքրքիր է, իրենք նաեւ համայնքի մեջ ինտեգրվում են այն համայնքի, որտեղ որ ապրում են։ Վալիդացիայի ճանապարհին թե գնում են խոսելու, գնում են ուսումնասիրելու մարդկանց նախասիրությունները, ինչ կա շրջապատում, ինչ չկա շրջապատում, ու ավելի լավ են ճանաչում իրենց համայնքը նույնիսկ, բացի բիզնես մասից։ Մեծ մասը իրանց գտնում է Երևանից դուրս։ Չէի ասի այդպես, երևի չեմ հիշում հստակ թվերը, բայց կեսը երևի Երևանում են, իմ օրդների, մյուս կեսը մարզերում են։ Դուք ձեր կոնկրետ գործողությունները ինչպես են աջակցում, որ իրանք, չգիտեմ, իրանց նպատակներին հասնեն։ Հա, շնորհակալություն։ 2021 թվականին, երբ նոր էինք սկսել աշխատել տեղանված բնակչության հետ, մենք դա անում էինք առցանց, բայց live ձևով, այսինքն միանում է դասընթացավարը կամ մենտորը եւ սկսում են քննարկել, սկսում են բացատրել, սկսում են անցնել թեորետիկ մասը, հետո սկսում են պրակտիկ օրինակների վրա աշխատել եւ այլն։ Ինձ գիտես ինչն է ինձ ավելի շատ հետաքրքիր, ինչ է իրանց սովորացնում, այսինքն որ կարողանան, չգիտեմ, բիզնես ստեղծել կամ առաջ տանել իրանց գործերը։ Հիմնականում է դա։ Հիմնականում հիմա մենք գործում ենք հարթակի միջոցով, կրթական հարթակի, որտեղ մի շարք դասընթացներ մենք ձայնագրել ենք։ Որովհետև այսօր մենք նպատակ ունենք մեծ ծածկույթ ունենալու եւ դրա համար մեզ պետք է արդյունավետ ինչ որ նորարար մի բան։ Նորարարությունը հարթակի ոնց որ գործելակերպի մեջ է։ Մենք այն մասը, որը պիտի իրենք կարդային, պիտի ուրիշ տեղից իմանային կամ ինչ որ մեկը դասընթացավարը պետք է մտներ լսարանում պատմեր, մենք գեղեցիկ ճիշտ որակով եւ մեթոդաբանությամբ, հա, ձայնագրել ենք, բացատրական հատվածը ձայնագրել ենք։ Դրանից հետո նրանք փորձում են կիրառել այդ ամեն ինչ, ինչ որ բացատրել ենք, իրենց գաղափարների շուրջ։ Դիցուք ինչ որ մեկը կարծում է, որ տվյալ համայնքում ինքը կարող է ճագարաբուծությամբ զբաղվել, հա, եւ այդ ճագարի միսը վաճառել։ Մենք սկսում ենք քննարկել։ Արդյոք բայց դուք ճագարաբուծության մասնագետ եք։ Ինչպես նկատի ունեմ, ոնց է դա առաջ գնում փոխնախարար աշխատել։
Այսինքն ամեն ինչի մասնակից։ Այդ իրան որոշակի բանը տվել։ Այդ ուժը level god բարձա, բան չունեմ ասելու, բայց Ինչ գործ ունի, լսի, ուզում էի դարձնել, որ էկոնոմիկայի նա փոխնախարար ինչի իր աշխատում։ Հա, հետաքրքիր հարց է, սրա շուրջ պետք է ահագին ինքնաանդրադարձ մտածել ռեֆլեքսիա արել։ Բայց հա, մտածել եմ, իրականում այն ժամանակ, երբ որ ես ընդունեցի այդ հրավերը, ես գնում էի ծառայելու բառից բնի իմաստով, նույնիսկ բանակի քեֆ են կարել, ինչև իմ գնալը Տունը։ Հարազատներով, ընկերներով եւ այլն, հա, հրաժեշտ են տվել, որովհետեւ երկար ժամանակ պիտի չտեսնեին։ Եվ իրական ես բոլոր գաղափարները, որ մենք հիմա իրագործում ենք, այնտեղ ածնվել։ Դե ես վստահ եմ, որ ճագարավետությունից Այո, այնտեղ ածնվել, որովհետեւ այն երբ որ մտածում ենք մասսայական գործիքների մասին, ընդհանրապես չէինք խոսում եւ չէինք մտածում դեռ որ միայն արցախցիների կամ արցախցիների համարադա լինելու, մենք մտածում ենք թե ինչպես ցանել բիզնես, այսպես ասեմ, որովհետեւ բիզնեսը եթե չցանես երկրում, չես կարողանա հնձել, չեն աճելու Հա, բոլորը հաճախորդ են ման գալիս, բանկերը հաճախորդ են ման գալիս, ներդրումային ընկերությունները հաճախորդ են ման գալիս եւ այլն, բայց բիզնեսներ չեն ծնվում, որ գնաս հետո իրանց մեջ ներդնես։ Որպեսզի շատ բիզնեսներ ունենաս, պիտի սկսես ցանել, իհարկե մեծ մասը չեն մեծանա, բայց այդ բնական process է, պետք է այդ ցանելու խնդիրը անես։ Միքայել հետ գնալով Վենչուրային ֆոնդ է, էլի պաստորեն։ Ну, հա, մի քիչ, այո։ Եթե շատ բարձր ռիսկային, այդպես ասած, բիզնեսների հետ ենք աշխատում, բայց ոչ տեխնոլոգիական, չնայած եւ շատ տարբեր ոլորտների։ Նվագյան, վենչուրային ֆոնդի գաղափարը նրանում է, որ ներդրում ես կատարում բիզնեսում։ Եվ պահում ես ներդրում։ Ձեր հեկն ներդրում։ Կատունեմ ցանում ես, բայց այդ ցանածից այդ մի 10%-ն է, էլի հավաքում, մնացածը Բայց դա զուտ որ դու գիտես 5 տարի հետո բիզնեսներից 90%-ը չի մնա։ Տենց է։ Իրական, այո, ցանելու իմաստը դա է, բայց ինքը պետական ֆունկցիա է, եկեք ճիշտ մոտենանք էլի, դրան վենչուրները կգան մի քիչ հետո, երբ որ արդեն կհասունան այդ ամեն ինչը։ Ու այս մոդելը այն ժամանակ ստեղծվեց, հիմա մենք ոնց որ այդ նույն մոդելով ենք առաջ գնում, բայց վերադառնալով ճագարաբուծությանը, հա, մենք բացարձակ ոլորտային էքսպերտիզա չենք առաջարկում։ Մենք համարում ենք, որ այն անձը, ով որ մտածել է ճագարաբուծությամբ զբաղվի, գիտի դա ինչ է, հա, եւ տեխնիկական մասը ինքը գիտի։ Այլ հարց է, թե այդ ճագարաբուծության արդյունքում ստեղծված ապրանքը պետք է այս համայնքին վաճառվելու է կամ որ դեպքում է վաճառվելու եւ օրինակ արդյոք միայն միսն է վաճառելու թե մի բան էլ ինչ-որ հա օրինակ մորթուց ոնց փաթեթավորես այո այդ միսը հում ես անելու թե ինչ որ օրինակ պատրաստելու ես ու այդպես անես կամ մարինացնելու ես եւ սառացնելու ես 1000 բան կա կամ ճագարի ռեստորան ես բացում կամ կգան ճագարին կսիրան հետո կմորթան կտան չգիտեմ ամեն դեպքում տարբերակները շատ են ու որպեսի հասկանաս որ տարբերակով գնաս կամ ընդհանրապես ճագարը կընդունվի որպես սնունդ այդ համայնքում պետք է մի հատ լավ ուսումնասիրես մեր հիմնական շեշտը մենք դնում ենք դրա վրա որ սովորեցնում ենք ինչպես գաղափարը վալիդացնես որտեվ այսօր ճագարի մասն ես մտածում վաղը կարող է լրիվ ուրիշ բանի մասին մտածես լրիվ ուրիշ ոլորտից հա մենք սովորացնում ենք որ վաղը միտքդ փոխես նորից չես գալու մեզ մոտ այս նույն ճանապարհով կգնաս կմտածես արդեն ինքնուրույն հետո հաշվել այդ ամեն ինչը լավ գնացիր վալիդացրեցիր մտածում ես որ կարաս օրը այսքան կիլոգրամ ճագար վաճառել արի հաշվենք ինչա դրա համար պետք եւ արդյոք այն գումարը որ կստանաս այդ վաճառքից բավականացնելու է որ դու ապրես մեծանաս ընտանիքդ պահես որտեղ այստեղ մենք խնդիր ունենք ընտանիք պահելու հա առաջի խնդիրը դնում ենք դա այսպես ենք մոտենում ու քանի հոգով եք նախաձեռնողները 3-ն ենք հիմա նախաձեռնություն 6 հոգի ենք որ ընդհանուր առմամբ մշտապես սրանով ենք զբաղվում բայց ունենք համախոհների համակիրների բանակ մեկն էլ դու ես այո դասընթացավարներից մեկն էլ ես դու շատ հետաքրքիր դաս ես վարել մեզ համար եւ տեղադրված է մեր հարթակում կան կապացուցանք էլ իսկ ինչքան է վիերը Okay, ասեմ։ Մենք ոչ թե view-երով ենք չափում, այլ անհատական սովորողներով, մենք ունենք այսօր 1500-ից ավել ուսանող։ Դու ինձ ասա ինչքան մարդ է։ 1500։ 1500։
Բացառապես տեղահանված արցախցիների, այո։ Դու ինձ ասա ինչքան մարդ է իմ դասի հիման վրա, ինչ ասա, վարկ ա վերցրել կամ հաշվել է սովորել իր փողերը։ Հաշվել սովորել են։ Վարկ դեռ այդքան էլ հեշտ չեն Վարկերի մասին վերցնում։ էի կարծեմ խոսում։ Ընդհանրապես բանկային համակարգի մասին էր խոսում, վարկերի մասին էլ հետը, բայց շատ կարևոր հատված էր։ Մենք շատ ենք արձագանքներ ստանում, որովհետև մարդիկ իսկապես շատ հաճախ վարկը հարկից չեն տարբերում։ Շատ հաճախ համարում են, որ բանկը դա պետությունն է եւ պետական կառույցը։ Տալիս ես վարկը վերցնում ես գոնե դրանով Չէ, հետո պետք է տաս։ Հա, դե։ Ու շատ ավելի շատ։ Իսկ հարկը չեն տալի, որ հետո տաս, վարկը գոնե Գոնե տալիս են։ Հա, այդ հայ հենց տենց էլ բացատրել ես ու բոլորը հասկացել են։ Իսկ բայց ձեր ընտանիքները ո՞ր։ Կոնկրետ իմը։ Նկատի ունեմ դուք այդ կամավորական եք անում, չէ՞։ Այո, հիմնականում առայժմ այո, որովհետև առայժմ մենք չենք հասել այն փուլին, որտեղ կարող ենք նաև ինչ որ զգալի այդ սոցիալական ձեռներեցություն, հա, թե չէ։ Ուզում եք դրան հասնենք։ Առայժմ դասական, հասարակական եւ ես կասեի նույնիսկ դեռ բարեգործական, հա, որովհետև դեռ կախված ենք ֆինանսավորումից, տարբեր կառույցների, մարդկանց եւ այլն։ Բայց քանի որ հարթակը կրթական տեստավորել են, քանի որ 1500 հոգի այնտեղ սովորում է ու բավականին գոհ է, մեր հաջորդ փուլը լինելու է արդեն այդ հարթակը կոմերցիալիզացնել։ Եվ ոչ շատ թանկ, որպեսզի հասանելի լինի բոլորին, բայց այդ գումարը մեզ ընդհանրապես կդարձնի Հիմա ոնց է դուք մարդը գալիս է դիմում է, իրեն գերանցում եք, Եթե տեղահանված է, այո։ Յուրաքանչյուր տեղահանված անձ կարող է գրանցվել եւ մասնակցել։ Դա ցանելու process-ն է, որովհետեւ դու ունես մեծ ծածկույթ եւ այդ ծածկույթից ինքնաբերաբար ֆիլտրվում են մարդիկ։ Ֆիլտրվում են նրանք, ովքեր իրոք մտադրված են բիզնես ունենալ, շատ լավ արդյունք ունենք մարդկանց, ովքեր ասում են, ես հասկացա, որ բիզնեսը ինձ համար չի։ Ամենայմ սիրած արդյունքներից մեկն է իրականում։ Համարյա այդքան նույնքան եմ սիրում, ինչքան որ երբ որ բիզնեսը բացվում է, որովհետև իրոք թվում է թե եւ դիմելիս բոլորը ձգտում են։ Ինձ գիրք էի կարդում, ոչ quit։ Դուրս գալու մասին է ու ոնց որ նույն գիտական մեթոդներով ապացուցում է, որ ճիշտ ժամանակին դուրս գալը եւս ինքան կարևոր է, ինչքան որ Բավանց ջոկ է սիրել ճիշտ ժամանակ։ Գիրք պիտի կարդաս, որ իմանաս ու չեմ պատմելու իմ մոտ։ Սենց։ Կարաս տեսադաս վիճակագրական մեթոդներով է, վիճակագրական մեթոդներով է պատմում։ Expected outcome։ Հա։ Դուրս գաս բիզնեսից նկատում ես, թե չմտնես ոչ միայն բիզնեսից, կյանքի տարբեր սիտուացիաներից սկսած անձնական, վերջացած ոչ միայն բիզնեսով, այնտեղ օրինակներ կա, ասենք Էվերեստ բարձրացողներ, Հիմալայներ բարձրացողներ, ովքեր են ժամանակին կանգնել ու կենթանի են մնացել, բազմաթիվ դեպքեր կան, որ ոնց որ սահմանը անցել են ու դժբախտ դեպքեր են եղել, բայց հետաքրքիր է, որ գիրք գրողը պրոֆեսիոնալ Լաս Վեգասում պրոֆեսիոնալ պոկեր խաղացող կին է, որը արդեն ոնց որ դրանով չի զբաղվում, բայց ինքը տենց Իսկ կան ինդիկատորներ, որ այ հիմա կանգնելու ժամանակն է։ Սովորաբար ասում է կանգնելու ժամանակը այն ժամանակը, երբ որ դեռ բարձ չի, որ ամեն ինչ վատ է գնում։ Ուտեղ մի քանի հետաքրքիր դեպք ունի, օրինակ հայտնի մի հատ կոմպյուտերային խաղ կա, որի հիմնադիրը, երբ որ 5000 արդեն մշտական օգտագործող կամ խաղացողներ են ունեցել ու ակտիվ մարքեթինգային կամպանիա են սկսել է շատանալ թիվը, մեկ էլ մի օր քնել վերակացել, բաժնետերերին նամակ է գրել, ասել է հարգելիներս դուրս են գալիս, հաշվի վրա $6 միլիոն փող կա, վերադարձնում եմ ձեզ, բոլոր զարմացել են։ Հետո ինքը այդ իրանց խաղի անունը չեմ հիշում, շատ հայտնի խաղ է։ Այդ իրանց ընկերության ներքին կոմունիկացիոն գործիքը, այդ իր հաջորդ գործն եղել, հանել դարձել է product, սա որ անուն ասեմ, որ իմանաք Slack։ Slack եղել է իրանց ներքին գործիքը, հանել է դարձել է product կոմերցիալիզացիա արել, կարծեմ 20 միլիարդով թե ինչքանով վաճառել է Slack-ը։ Բայց այդ շատ հետաքրքիր case է, որ ինքը դուրս է եկել ոչ թե երբ որ ամեն ինչ արդեն շատ վատ է եղել,
երբ որ ինքը հասկացել է, որ այդ մարքեթինգային փողը ծախսում են, իրանց մոտ գալիս են մեկ անգամյա խաղացողներ, այսինքն այդ 5000 քորը որ կա, ինքը չի ավելանալու։ Ինքը այդ ամեն ինչը հասկացել է, կարողացել է պրոյեկտի ու ժամանակին դուրս է եկել ու բազմաթիվ կան դեպքեր, որ հակառակն են, որ մարդիկ մինչև վերջ փորձում են, էսել փորձեն այդ անցյալը հետ բերելու բանով էլի։ Հա, բարդ է։ Այդ մի քիչ շեղվեցի, բայց չէ, հետաքրքիր էր ու հա, նաև հետաքրքիր է յուրաքանչյուր գործունեության դեպի մենք էլ ենք հիմա մտածում էլի, որ կետում պետք է կոնկրետ ինչ-որ ուղղություններ դադարեցնես ու անցնես այլ ուղղությունների, որ մշտապես կարողանաս բայց դու դուրս գալը կոմոդ ոնց որ տարածություն ու ժամանակը ազատում ուրիշ բան անելու համար է դա կարևոր էլի։ Դու տեսնում ես, որ այդ ձեր նախաձեռնությունը կարող ունենա տնտեսական viability ոնց կլինի։ Ինսունակություն։ Հա, որպես ՍԴ, որպես սոցիալական ձեռներկայություն, հա։ Հա։ Մենք բացարձակ չենք ակնկալում, որ ինքը որպես բիզնես լինի, որը որ շատ ինչ որ մեծ բաներ կնվաճի, որտեվ իր նպատակը նաև դա չի, բայց որպեսզի մշտապես կախված չլինենք ֆոնդ հայթայթումից, այսպես ասենք, հա, եւ կարողանանք մեր գործառնական ծախսերը ծածկել, մենք դիտարկում ենք, այո, կոմերցիալիզացնել որոշակի դասընթացների բազան լայնացնել։ Հիմա մեզ մոտ հարթակի վրա կա Zero-ից բիզնեսը, այդ ամբողջ կուրսն է, հա, որի մասին նոր խոսեցինք, ֆինանսական գրագիտություն անհատների համար կուրսն է բացվում, ունենալու ենք շրջանաձև տնտեսության մասին կուրս եւ այլն։ Եվ փորձելու ենք հետեւել, թե ինչն է ավելի հետաքրքիր ու արդիական։ Մեր առավելությունը կանում է նրանում, որ մենք կարողանում ենք ոնց որ պարզ մակարդակի վրա աշխատել։ Կոնկուրենտ է։ Կոնկուրենտի ֆիրմա։ Պարզից պարզա մեր։ Ոչ։ Եթե բանկավոր մարդիկ վախենում են, լսում են ու վախենում են։ Ոնց որ մենք այդ առաջին քայլն ենք, մենք չենք ընդհանրապես չենք դիտարկում մեզ որպես խորը կրթություն տվող ինչ որ բան, ավելի շատ իրազեկում բարձրացնող, ինչ որ բարիերներ, հա, հոգեբանական բարիերներ քանդող, որ վայսա բարթա չեմ կարողանա։ Երբ որ դու այդ ոնց որ կարող ես հաղթահարել, տեսնում ես, որ չէ, այդքան բարդ չի, ստացվում է եւ այլն, դրանից հետո յուրաքանչյուրը կարա գտնի սովորելու հնարավորություն, որտեվ համացանցը լի է ռեսուրսներ յուրաքանչյուր լեզվով, բայց մարդիկ չեն սկսում, վախենում են սկսելու ձևից, չեն կարողանում։ Այստեղ մի քիչ ձեռքը բռնած ենք տանում, հին հայկական ավանդական ձեռքդ բռնամ, մի քիչ sense անցնեմ քեզ հետ։ 1500 հոգի սովորում է, այդ ինչ է։ Նշանակում է, որ իրենք գրանցված են հարթակում։ Այս պահին ամեն մեկը ինչ որ մի մակարդակի վրա, բայց իրանք ավարտել չունեն, ունեն այնտեղ մոտ 40% ավարտել է, մնացածը շարունակում են, տարբեր մակարդակների վրա են գտնվում։ Ինչքան է տևում այդ սովորելը։ Շատ անհատական է, ինքը քանի որ լավ քանի մոդուլ է, քանի դաս է։ 38 վիդեո դաս է, եթե միայն վիդեո դասերը հաշվենք մոտ 6 ժամ է in total, բայց դա տենց իրար վրա չես կարող նայել։ Եվ կան ընթերցանության նյութեր, տեստ կա յուրաքանչյուր դասից հետո կամ մի երկու դասը մեկ տեստեր ենք դնում, որպեսզի առաջ անցնելը դրանով վերահսկենք։ Եվ կա այդ բիզնես մոդելի գործիքը հենց, որ յուրաքանչյուր դաս իրանք պետք է փորձեն կիրառել իրենց գաղափարի վրա։ Մենք աշխատում ենք, կիմանաս Օստերվալդերի բիզնես մոդել canvas-ը։ Չեմ հանդիպել։ Լավ։ Canvas լսել եմ Օստերվալդերին չի։ Ինքն է։ Այդ որ տենց պարապա եղել կանվասներ նկարել այդ մարդն է եւ դա այդ մեթոդով կամ մոդելով ենք աշխատում, բայց որ հեշտ լինի, ամեն այդ կտավը բաժանում ենք հարցերի մի շարք ու այդ հարցերը սենց այդ ինչ գործիքում որ բաց է անում, հարց է տալիս, թե քո մոդելի դեպքում հաճախորդնով է նկարագրի, գնա parzi արի բացատրի, կան տարեկանա ինչ է սիրում եւ այլն։ Այս ամեն ինչը հերթով ոնց որ սենց դասից դաս լրացնելով այդ մոդելը ինչ որ չափով կազմվում է եւ մենտորների հետ հղկվում է։ Մարդ կա, որ սենց մարդ ունենք մի օրում ավարտել, բայց ես դա չեմ խրախուսում, որտեղ նստվածք չի տալիս, էլի։ Մարդ կա մի քանի ամիս անում, մարդ կա 2 շաբաթ, շատ տարբեր են։ Եվ առավելությունը կարծում եմ դրանում է, իրանք էլ են այդ նշում։
Առավելությունն անում է, որ երբ ուզեն, որտեղ ուզեն, ինչ տեմպով ուզեն սովորում են, հա, ոչ մի բան չկա։ Յուրաքանչյուր բլոկ ավարտելուց հետո ունենում են կենթանի մենթորի հետ շփում։ Այսինքն մարքեթինգի թեման ավարտեցին, այդ շաբաթ կա մի քանի տարբեր ժամերին մենթորական հանդիպումներ, որը հարմար է դրան միանում է։ Օնլայն։ Արդեն մենթորի հետ օնլայն, այո։ Մեկին մեկ, հա։ Չէ, մեկին մեկ չի, մեկին մոտավորապես մինչև 10 հանդիպումն է։ Ունենք ծրագրեր, երբ որ մեկին մեկ ենք նաև գալիս առաջ, օրինակ երբ որ մեր գործընկերները հայտարարում են դրամաշնորհներ, մասնավորապես օրինակ Հոֆը վերջերս ուներ դրամաշնոր, այդտեղ բիզնես մոդելների կարիք կար, բիզնես մոդելով դիմելու։ Այդտեղ մեկին մեկ ենք արդեն անում մենթորությունը, նայում ենք ավելի հղկում ենք բան, որ պատրաստ լինի մրցունակ լինի, ովքեր որ ուզում էին դիմել։ Օգնում ենք, որպեսզի մոդելները ավելի ուժեղ լինեն, դիմեն եւ ֆինանսավորվեն։ Հիմնական։ Իսկ հիմա արդեն հաջորդ փուլին եք անցել։ Մենք քանի որ sense անդադ հոսք ունենք, անդադ ընթացք ունենք։ Մենք տարբեր կազմակերպությունների հետ, օրինակ GIZ-ի հետ, ունենք փորձ, երբ որ մեր հարթակի սաները հետո իրենց մոդելները ներկայացնում են GIZ-ի դատին, GIZ-ը իրենցից ընտրում են ինչ-որ քանակի մոդելները ֆինանսավորումը։ Ինչ ծրագիր է GIZ-ի։ Այս մեկը էպիկ ծրագիրն էր, ինքը հենց տեղահանված մարդկանց հետ էր աշխատում, փակվեց այդ ծրագիրը, վերջացավ այդ ծրագիրը, բայց երկու անգամ 30-35 բիզնես մոդել ֆինանսավորեցին։ Իսկ ինչա գրանտ թե վար։ Հա, չէ, դա գրանտ է։ Առայժմ գրանտ է։ Այո, սկսելու համար առայժմ գրանտ է։ Մեր հաջորդ ոնց որ միտքը այն է, որ մեր շահառուների հետ կապը պահպանելով որոշակի ժամանակ հետո տեսնենք ուր են հասել եւ նրանք ովքեր որ էլի աճելու ախորժակ ունեն, այդտեղ արդեն խոսենք վարկային պրոդուկտներից, սորեցնենք իրենց վարկային պրոդուկտներից օգտվել, գտնենք քիչ թե շատ իրենց համար հարմար վարկային պրոդուկտներ եւ այլն։ Պիտի ուղղակի նշեմ նաեւ, որ այս հարթակը, որի մասին խոսում եմ, անվանել ենք բյուր, որովհետեւ հարթակը ստեղծվել է EBRD-ի օգնությամբ, Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի, եւ մենք ի սկզբանե խոստացել էինք 1000 շրջանավարտ, 1000 ուսանող, եւ անուն դրեցինք բյուր, որը ըստ մեզ 1000-ներ։ Հետո զանգ ստացա գոլեգայից, այբ դպրոցում միասին դասավանդել ենք, մայրենի ուսուցիչ, որը հայոց լեզվի, որը ասաց, որ գրափարով դա 10000-ն է։ Ու մենք հասկացանք, ինչպես ասում ա как вы яхту назовёте, հիմա ստիպված դրա համար 1000-ի վրա չենք կանգնել, անցել ենք առաջ ու այդպես գնում ենք առաջ։ Հա, մեզ հավատացող այդ առաջին մեծ քայլը արեց EBRD-ին, որի հետ ժամանակին նաև աշխատել են։ Չգիտեր բյուրի ինչ է նշանակում։ Հայերենով։ Պաստորեն ոչ մեկ չգիտեր բյուրի ինչ է նշանակում։ Նա ասում է առաջի քայլը սկզբնական ֆինանսավորումը ՀԿ-ի։ Այդ հարթակի, չէ, հարթակի։ ՀԿ-ն ունի բազմաթիվ տարբեր ծրագրեր, չնայած EBRD-ի հետ մի քանի նախագիծ ենք արդեն արել, բայց խոսքը հիմա գնում է հիմնականում հարթակի մասին, հարթակի ստեղծումը դա այդ որ ասի նորարար ձևով գնանք առաջ, այդ իրենց աջակցությամբ է եղել եւ հիմա ինքը արդեն ինքնուրույն այնուհետև կզարգանա ու կաճի։ Կաճի, որովհետեւ հարթակի օգտագործման համար գումար է վճարվելու։ Իհարկե մենք կվճարենք այդ գումարը արդեն մեր բոլոր մնացած գործունեությունից, բայց կաճի, որովհետեւ մենք այդ հարթակը որպես գործիք online-ելու եւ ակադեմիա, ինքը կոչվում է Innobiz ակադեմիա։ Բյուրը դա այդ 0-ից բիզնես ծրագիրն է, բայց մեր Innobiz ակադեմիան ունենալու է շատ տարբեր կուրսեր։ Այդ որ ասում ես հարթակ, այդ 38 վիդեոն է, ճիշտ եմ հասկանում։ Այդ հարթակում կա մի կուրս, որը որ այդ 38 վիդեոնից բյուրն է, եւ ոնց որ ասացի, կլինի շրջանաձևը, կլինի ֆինանսական առանձին ֆինանսական հմտությունները եւ տարբեր այլ կուրսեր։ Տարբեր մարդկանց եւ տարբեր բիզնեսների համար։ Ինչ որ լոկացիա ունեք, հա, թե վիրտուալ է ձեր մոտ ամեն ինչ։ Չէ, մենք գրասենյակ ունենք, որովհետեւ այլ կերպ աշխատել դժվար է ստացվում,
Մերկելան ինստիտուտի տարածքում ենք տեղակայված, սիրով պատրաստ ենք ընդունել։ Այդպես, բայց հասնելով նրան, որ Jazz-ի օգնությամբ եւ տարբեր այլ կազմակերպություններ, օրինակ Hofa Impact Hub-ը եւ այլն տվեցին այդ սկզբնական կապիտալները մեր շահառուներին, դա քիչ է։ Քանակով կառավարությունը չի ուզում մասնակցի։ Ես չեմ դիմել ճիշտն ասած։ Դե բարձր դու չես դիմել։ Դրանք քեզ պետք է դիմեն։ Ես կարծում եմ, որ առայժմ չեն դիմի, բայց երբ որ այս մոդելը եւ ինքը ապացուցված արդեն գործող մոդել է, դրա մասին էլ մի քիչ կարանք խոսենք, այս մոդելը կայունանալուց ու ոնց որ լրիվ ճիշտ փաթեթավորելուց հետո ես ակնկալում եմ, որ ապագայում կունենանք կառավարություն, որին հետաքրքիր կլինի եւ ամբողջությամբ մոդելը գործիքներով, ծրագրերով, ամեն ինչով կհանձնենք ու մենք կգնանք քո ասած ժամանակ կազատենք ուրիշ բան անելու։ Այս պահին տենց դեռ շուտ է։ Այս պահին մենք զբաղեցնում ենք այն բացը, դե հասարակական կազմակերպությունները միշտ զբաղեցնում են այն բացը, որը պետությունը չի անում։ Ու հիմա մենք կանգնած ենք նրա առջև, որ մարդիկ սովորում են, ավարտում են, մոդելները հղկում են ու ակնկալում են, որ սկսեն բիզնեսը, բայց մի հատ փոքր բան է պակասում։ Փող։ Հա, մի քիչ փող։ Ամենափոքր բանը։ Իրական, որովհետև նախ գումարը մեծ չի, երկրորդը իրականում էս ամբողջ ճանապարհի մեջ է։ Լավ, քո տեսանկյունից փողը որտեղից պիտի գա։ Դե Արան մի հատ լավ source էր ասում։ Կառավարությունը։ Սովորաբար դա բյուջեից է լինում, երբ որ ունես այս ծավալի տեղահանված բնակչություն, տարբեր ծրագրեր, ընդ որում ես չեմ պնդում, որ սա ճիշտ ու միակ ծրագիրն է, որով պետք է աշխատել, բայց քանի որ ինչ որ մեկը սովորեցնում է, ինչ որ մեկը հասցնում է ինչ որ կանդիդացիայի, կարելի է գուցե այդտեղ այդպես դիտարկել։ Բայց եւ շատ տարբեր ծրագրեր եւս ֆինանսավորում մեզ հետ կամ ոչ մեզ հետ էական չի, կան մի շարք ծրագրեր, իհարկե հիմնականում դա այդ դոնորական ֆոնդերն են եւ հայկական հիմնադրամները տարբեր սփյուռքաստեղծ կարելի է ասել եւ ոչ միայն։ Հիմա մենք Սփյուռքացին չոտք։ Այո։ Հիմա մենք գնում ենք գնացել ենք, սկսել ենք գնալ մի հատ շատ արկածախնդիր ճանապարհով, որը crowdfunding-ն է։ Մենք մտածեցինք, որ մենք ազգովի եւ ոչ միայն ազգովի կկարողանանք 150 ընտանիքի համար սկսնակ կապիտալ հավաքել։ Ստեղ խնդիրը գիտես որն է, ես ուզում եմ Jazz-ի տիպով հարցնեի։ Գրանտերը տրամադրվել են։ Վերահսկողությունով անում։ Առայժմ մենք ու կարծում եմ, որ տենց էլ կշարունակենք վերահսկողությունը, թե ինչա կատարվում այդ բիզնեսների հետ, այդ մարդկանց հետ։ Փողը ուրա գնաց։ Չէ, փողը ուրա գնացել ի սկզբանե գիտենք, որովհետեւ մենք փող չենք տալիս, մենք տալիս ենք։ Չէ, Jazz-ը գրանտը բա ի՞նչ է։ Սենց է, երբ որ մարդը ասում է ես ուզում եմ բացեմ ճագարի ֆերմա, հաշվում է իրան ինչա պետք է ճագարի ֆերման սկզբնական բացելու համար, դա ձեռք ենք բերում, տալիս ենք իրեն։ Հա, ոչ թե փող, այլ սարքավորում, տարածք, չգիտեմ, ինչ որ պետք է բիզնեսի համար։ Այո, հիմնականում սարքավորումն է դա, որը շոշափելի է եւ արտադրող սարքավորում։ Այո, եւ ճագար էլ կարանք։ Իմ ջալից այո, ինկուբատոր ենք լորաբուծության ֆիրմայի համար առել ու սենց բարբերաբար խնդրում ենք ամեն ծնունդը նկարեն ուղարկեն, որտեղ ուրախանում ենք։ Գիտեք ինչքան դրական էմոցիա կա, մենք շուտով դրանցով էլ ենք էլի կիսվելու, որովհետեւ մարդիկ ովքեր հանգանակում են, պիտի այդ դրական էմոցիաները ապրեն։ Մեր ուրեմն առաջին 35 բիզնեսը, որ ֆինանսավորել ենք 2021 թվականին, 22-23 թվականներին մենք իրանց հետևում էինք, գնում էինք, նայում էինք եւ 34-ը կային։ Մեկը չկար այն պատճառով, որ գնացել էր Սյունիքից, Սյունիք էր դեպի տեղահանվել դեռ 2020-ից, գնացել էր հետ հարազատների ինչ որ տոներ ինչ էր հանդիպելու ու մնացել էր շրջափակման մեջ։ Հիմա ինքն էլ է վերադարձել։ 21 թվականի 35 բացված բիզնեսներից 35-ն էլ կան։ Հիմա։ Հա։ Էս բան 4 տարի հետո։ 3, հա։
Հա, վատ չի։ Իհարկե խոսքը չի գնում նրա մասին, որ իրենք այսպես շատ ծաղկուն բիզնեսներ են, հա։ Որոշները լրիվ տնային բիզնեսներ են։ Որոշները չէ։ Մենք ունենք գեղեցկության սրահ, որը հիմա արդեն ունի 3 մասնաճյուղ եւ ունի դպրոց մատնահարդարման։ Մեզ հետ է բացվել։ Ունենք Համարյա ակադեմիա էլի։ Հա, ակադեմիա մատնահարդարման եւ 23-ի տեղահանված արցախցիներից շատերին անվճար սովորեցրեց մատնահարդարը, ինքը ցերս բարության շղթան շարունակեց։ Արզվեց մեր ազգաբնակչության մի զգալի պահանջարկ կա մատնահարդարման, մատերը ցույց տուր։ Մեկ էլ այսօր սուրճի բաներն է սկսեցին ամենտեղ հայտնվել։ Այո։ Ունենք բիզնես, որը մեղվաբուծական բիզնես էր, ընդ որում շատ դժվարությամբ համաձայնվեց դիմել, այդ ուներ մի շարք տենց անվստահություններ, բաներ, այդ ամեն ինչը կոտրեցինք եւ հիմա հետո օգնեցինք 2020 մի տարի հետո հնարավորություն եղավ ավելի թիրախային շատ օգնություն ցուցաբերելու էլի GIZ-ի Epic ծրագրով օգնեցինք գնացինք Քաթար ցուցահանդեսի 3 թե 4 շահառու մեղվաբույծ եւ այս շահառուի մեղրը անցավ բոլոր ստուգումները եւ ունեն Քաթարից պատվերներ։ Եվ պատվերները այնքան մեծ են, որ մենք հիմա փորձում ենք ստեղծել կլաստեր։ Այո, որպեսզի այդ պատվերները կարողանան Այդքան մեղու որտեղից է գտնելու։ Մեղու կա։ Մեղու կա, մեղրն էլ կա, բայց այդ բոլոր մեղրները չեն, որ այդ պարամետրերը ունեն։ Քիմքին հաճել են։ Էմիրի կամ իր հարեմի, չգիտեմ, բայց ամեն դեպքում այս կնոջ մոտ այդ ամեն ինչը շատ լավ է ստացվում, շատ որակով է ստացվում, շատ մաքուր է ստացվում եւ ինքը հիմա արդեն հանձնարարել տարբեր մարդկանց հետ նույն ձևով, նույն մեխանիզմով եւ վերահսկողությամբ զբաղվելու մեղվաբուծությամբ, որպեսզի միասին արտահանեն։ Ֆրանշիզայի անեն։ Համարյա, հա։ Ու դա շատ կարեւոր է։ Ու դա շատ կարևոր է հեղինակային վերահսկողություն, որովհետև մենք շատ եւ իմջալուց մենք շատ մեղվաբուծության հայտեր ունենք, որովհետև Արցախում սա եղել է ավանդական մի բան, նույնիսկ, չգիտեմ, պետական աշխատողը եկել է տուն մի քանի հատ փեթակա պահել, բան իրանք սիրել են դա։ Եվ իրանց մոտ ստացվել է, նու նաեւ օդը եւ բնությունը այնտեղ մի քիչ ուրիշ է։ Օդը եւ թվանքը։ Մի խոսքա։ Դա ինչ է ուզում ասեի։ Ուզում եմ ասեի, որ հիմա մենք դրամահավաք ենք բացել եւ հորդորում ենք միանալ բոլորին, որպեսզի կարողանանք 150 ընտանիքի համար ստեղծել բիզնեսներ, որոնց մի մասը որոշ տարիներ հետո կարող է չլինեն, բայց այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք տանք հնարավորություն այդ մարդկանց արմատներ գցել ոնց որ այն վայրերում, որտեղ իրենք տեղահանվել են, որտեղ աշխատանք կարա չլինի, որովհետև ապագան կարող են չպատկերացնել, սենց սկսում են ամրանալ, սենց սկսում են կայունանալ եւ ինձ թվում է մեր բոլորի համար ամենակարևորն է, որ այդ մարդիկ մնան չարտագաղթեն ու լավ զգան իրանց։ Մի քիչ էլ հանրային կոնսոլիդացիա։ Հա, մի քիչ խոսանք օրջի զբաղմունքներից։ Խոսենք։ Այդ խորհրդատուների ինչ որ բան ունի, միություն։ Ասոցիացիա։ Դա նախագահն է։ Այո։ Նախագահ չի լինում։ Չէ։ Չես տանում։ Կամ փոխնախարար կամ նախագահ։ Իցոներ նախագահ։ Հա, ուրիշ չէ։ Ինչ է իրանից ներկայացնում այդ խորհրդատուների ասոցիացիա։ Խորհրդատուների ասոցիացիա, как ни странно, մենք ունենք անդամ խորհրդատուներ, առայժմ անհատ խորհրդատուներ են, բայց ունենք տեսլական նաև կորպորատիվ, այո, անդամներ ունենալու։ Մենք միասին բարբերաբար հավաքվում ենք, որոշում ենք, թե ինչ է պետք մեր անդամներին, որպեսզի նրանք ավելի զարգանան, ավելի տեսանելի լինեն եւ այլն։ Որոշ դեպքերում անդամներով եւ այլ ասոցիացիաների հետ ջատագովությամբ ենք զբաղվում, հիմնականում երբ խոսքը գնում է լոբի։ Հիմնականում երբ խոսքը գնում է ոչ բարենպաստ օրենսդրական փոփոխությունների մասին։ Մի օր կգա եւ բարենպաստի շուրջ էլ կսկսենք աշխատել, ասենք նախաձեռնություններ բաներ կունենք, բայց դեռ չենք հասցնում, դեռ անբարենպաստներ։ Հիմա հուլիսի 1-ից ընդհանուր հարկման տակ ենք գցում ջատագովներին, հա։ Ջատագովները գնացին ընդհանուր հարկման տակ, այո։ Եվ դրա դեմ ենք փորձում պայքարել, բայց առայժմ ունենք այն ինչ ունենք։ Այդտեղ իմջալոց ամնախնդիրը այդքան շատ հարկ չի, ինչքան
ավելացած արժեքի հարկն է, որ խորհրդատուները ուղղակի չգիտեն ինչով ծածկեն այդ վերջին վճարողը դառնում է խորհրդատուն։ Միայն խորհրդատուների վրա չի տարածում, չէ՞, այնտեղ էլի կա մի խումբ մասնագետների վրա տարածում է իրավաբաններ, չէ՞։ Նո, իրանք էլ են։ Երբ որ մենք ասում ենք կառավարման խորհրդատուներ, իրանք էլ են մտնում այդ Հաշվապահական ծառայություններն, հաշվապահականները, իրավաբանները, հա, ու կառավարչական հաշվապահները, հա։ Մինչալոց տրեյներները չէ։ Դասընթացները դեռ կարող եք։ Իսկ վաճառքի մասնագետները դրա տակ են ունեն։ Նայած ոնց ես փաթեթավորում ու որ կոդի տակ ես գտնվում։ Եթե ձևակերպում ես որպես խորհրդատվություն, ապա այո։ Տրեյնինգ ինչ ես անում։ Տրեյնինգները չեն մտնում դրա տակ։ Բասոն եթե խորհրդատվություն չես ձևակերպում, չես ընկնում այդ օրենքի տակ։ Եթե ձևակերպում ես, որ դասընթաց ես վարում, չես ընկնում, բայց դա շատ լուրջ խնդիր է։ Ինչի պետք է տենց ձևակերպես։ Մյուս կողմից, որից է մեկը, ես հասկանում եմ, որ շատ բարդ է ունենալ մի քանի հարկային ռեժիմներ, բայց տվյալ դեպքում նաև շատ ընդհանրապես ծառայությունները կթանկանան։ Դե թանկանալ նշանակում է նաև կփոխասեն իրանք։ Բնականաբար։ Բնականաբար։ Տեսնենք, ինչով կավարտվի։ Դե երբ որ տարբեր երկրներում արդեն ապացուցում է կառավարությունը պոպուլիստական է լինում, սովորաբար տենց իրավիճակներ են տեղի ունենում։ Սա պոպուլիզմի հաջորդ этап։ Հակառակն է։ Սա պոպուլիզմի հաջորդ этапն է։ Հա։ Դե Որն է գայքի կցկելու։ Հավաքելու այն սերուցքը, որը պոպուլիզմով վաստակել ես։ Ստիպելով։ Իսկ այդ դպրոցում ինչ ես անում։ Այդ դպրոցում երկար դասավանդել եմ ավագ դպրոցում բիզնես, տնտեսագիտություն։ Հիմա Այս պահին չեմ դասավանդում, այս պահին բավական վաղուց, հենց 2020-ից, երբ որ գնացի 19-ից, երբ որ գնացի նախարարություն։ Հա, բանակը անհամատեղելի էր, չնայած օրենքով կարելի է դասավանդել, բայց ժամանակի տեսանկյունից անհամատեղելի էր։ Ու դրանից հետո իրականում չեմ վերադարձել բուն դասավանդմանը, որովհետև դա էլի շատ լուրջ ժամանակ է տանում ու շատ հոգևոր էներգիա է տանում, հոգեկան էներգիա է տանում, որը ճիշտն ասած 2020-ից հետո այդքան էլ չունեմ ու իսկ երեխաները տալ կերպ չի լինում, այսինքն դու պետք է ամբողջությամբ նվիրվես, էլի, որպեսզի կարողանաս ինչ-որ մի բան հասանելի դարձնես իրենց համար, բայց այբը բարդ կառույց է, մեծ կառույց է ու հետաքրքիր, այբը ունի նաև բացի դպրոցից ունի հիմնադրամ, որը իրականում ստեղծել է դպրոցը։ Այբ հիմնադրամի հետ շարունակում եմ համագործակցել եւ այբ հիմնադրամում ես Արարատյան բակալավրիատ ծրագրի ուսուցիչ վերապատրաստող եմ ու տարբեր հետաքրքիր նախագծեր անընդհատ անում ենք։ Իսկ ինչ կա այդ բակալավրիատից։ Բակալավրիատը շարունակում է գործել այբ ավագ դպրոցում, շարունակում են ավելանալ միջազգային բուհերը, որոնք որ ճանաչում են բակալավրիատը, համարժեք մնացած։ Այբից ոնց որ դուրս չի գալիս։ Առայժմ դուրս չի գալիս։ Ես Ինչ է որ ունենանք։ Մեր երազանքի կառավարությունը։ Կարծում եմ, որ կարան ալտերնատիվ տարբերակներ լինեն եւ ես բացարձակ չեմ զարմանա, որ այբը գտնի հետաքրքիր ճանապարհներ Հայաստանում եւ ոչ Հայաստանում։ Ու այբն էլ այն շատերը սեկտա են անվանում ու որոշ ճշմարտություն այդտեղ կա, մի անգամ որ ոտքը դնում ես դուրս գալը էլ հնարավոր չի։ Այդտենց կենսարար, կենարար էներգիա պարունակող մի կառույց է, որից բայց այնտեղ նախագահ չեմ լսի, նոր դրա մասին մտածում եմ։ Մի բան այն չի։ Դե կարելի է ինչ-որ մի ծրագիր մտածել, որի կամ նախագահ լինես կամ փոխնախարար։ Կարելի է, առաջարկեմ։ Կամ էլ դեռ всё впереди։ Կարա, հա։ Իսկ ֆոնդ հայտարարման դասեր վերցրել եք դասընթացներ։ Մի հատված վերցրել ենք հենց Ռեարմենիա հարթակից, իրենք ինչի տենց գնացինք այնտեղ, էլի ոնց որ դրանից սկսված Ռեարմենիան
էլի ինչ որ դոնոր կազմակերպության հետ, չեմ հիշի չխափեմ, ստեղծել էր դասընթացներ, հենց ինչպես արշավ կազմել, ինչպես հաջողությամբ այդ արշավը իրականացնել, ու մենք տենց տեսանք, ասենք գնանք սովորենք, գնացինք սովորեցինք, որոշեցինք փորձել, ոնց որ գաղափարը ավելի շատ եկավ հենց այդ տեղից, բայց դա այդ ֆոնդ հայթայթման ես իմ տենց 1/100-րդ մասն է, էլի շատ ավելի տեխնիկական ու բացի դրանից ինչ ուզում ես լսես, ինչով չսկսես անել, չես հասկանա ողջ բարդությունը։ Ես մինչև պատրաստում էինք արշավը, տենց 2 ամիսա զբաղված եմ ինքնա պատրաստմամբ, ինքնահամոզմամբ, որ ինքս իմ մեջ հաղթահարեմ այդ բարիերը մարդկանցից գումար հանգանակություն խնդրելու, դիմելու, չգիտեմ ոնց անվանենք, ամեն անգամ հիշեցնելու, սա քեզ համար չի, սա քեզ համար չի ու կարևոր է։ Երբեք չեմ կարծել, որ կզբաղվեմ սրանով, ճիշտն ասած, ոչ մարքեթինգի, ոչ կոմունիկացիաների այդ հատվածի հետ երբեք չեմ ունեցել սեր, հա, մի քիչ ավելի տեխնիկական ֆինանսներ, գործառնություններ, հա, ասենց մի բան, որ կարելի է հեշտ շոշափել։ Հիմա թվերը ուրիշ դերով են եկել եւ ես այս մարտահրավերը վերցրել եմ մեր թիմն է այս մարտահրավերը վերցրել, ոչ մեկս էլ իրականում չենք զբաղվել դրանով, բայց հիմա բոլորով սովորում ենք ու կան մեր շրջապատում մի շարք մարդիկ, ովքեր խոստացել են եւ այդ խոստումը կատարում են մեզ օգնել, բացատրել, սովորեցնել, ցույց տալ, այդ թվում Իրինան Փալևանյան, որին հանդիպեցինք եւ ելի մի շարք տարբեր մարդիկ, որոնք ամեն մեկը իր կապերով, իր փորձով, իր մասնագիտության ներուժով մեզ հենց կսովորացնի, տեսնենք։ Այս fundraising-ը այն 150 ընտանիքների, այո։ Ինք կոչվում է մեկնաբերատվություն 150 ընտանիքների համար Արցախյան, որպեսզի կարողանան իրոք հիմնվեն այստեղ։ Եվ մենք շատ հույս ունենք նաև, որ կարողանանք տարբեր կազմակերպությունների էլ ներգրավել, մասնավոր կազմակերպությունների։ Իսկ կան գումարային նպատակ, այսինքն ինչքան պետք է հավաքել։ Մոտ 150 բիզնեսի համար մոտ 180 միլիոն դրամ։ 180 միլիոն դրամ։ Մեծ բան չէ։ Բայց դա ավելի մեծ չէ՞ ձեր նպատակային թիրախը։ Չէ, առաջինը 60-ն է, ու տենց 3 հատ։ 180 ուտներ։ Մենք ցած շատ լավ ֆորմատ ունենք, քավորի ֆորմատը։ Այս քավորի ֆորմատը կանոնը նրանում, որ ինչ որ մի կազմակերպություն մասնավոր քավորություն, այսինքն ամբողջությամբ մեկ բիզնեսի սկզբի գումարը մոտ 1 միլիոնի շրջանակներում հատկացնում է, բայց դրանից բացի նաև ձեռքը բռնում է։ Ու սովորաբար մոտ բիզնեսներ պիտի լինեն բնույթով, որպեսզի ձեռք բռնելը արդյունավետ լինի։ Որոշակիորեն խորհուրդներով, որոշակիորեն ինչ որ ադմինիստրատիվ օգնությամբ, որոշակիորեն կապերով, հաճախորդներով եւ այլն, հա, շարունակի ոնց որ քավորություն անել, ինչով բիզնեսը կկայանա, սա այս ամենա ինձ թվում է հետաքրքիր հատվածն է լինելու, որ քավորներ սկսենք ձեռք բերել։ Եթե կազմակերպություններ գիտեք, որ քավորությանը պատրաստ են։ Իսկ ոնց է դու զգում ես, որ traction կա ինչ որ ձև։ Առայժմ ԽՑԲ-ն է։ ԽՑԲ։ Խնամի ծանոթ բարեկամ։ Հա։ Կառավարության աշխատող։ Համապատասխան տերմինաբանություն։ Առայժմ այդպես է գնում առաջ, որովհետև կարիք կա այ լավ տարածելու, որ բոլորի համար հասկանալի ու տեսանելի լինի, մեդիայով, տարբեր իվենթներով եւ այլն։ Բայց դա ձեր գործառույթը չի, այսինքն այն ինչ որ Դե մենք ենք անում։ Հա, մենք ենք անում, բայց մի 3 օր առաջ է բացվել հավաքը, հա։ Մենք ենք անում տարբեր, այ հիմա էլ այդ եմ անում փաստորեն, տարբեր ոնց որ ծրագրերի, տարբեր մեդիաների, տարբեր իվենթների միջոցով պիտի դա ոնց որ տարածենք։ Հետո գիտեք, մենք շատերի հետ ենք խոսել եւ բոլորը մեզ բացատրում են, որ երբ որ խոսքը գնում է ավելի էմոցիոնալ բաների մասին,
հիվանդությունների, մեծ քանակությամբ երեխաներով ընտանիքների, տարբեր sense բաների, որ ուղղակի էմոցիոնալ այդ պահին քեզ դրթում է, որպես այդ crowdfunding-ին մասնակցես, քո հանգանակություն անես, այդտեղ ավելի հեշտ է աշխատել։ Մենք նույնիսկ դժվարություն ենք բացատրելու ինչ ենք անում, շատ արագ չես բացատրի, շատ հեշտ։ Ու ստեղ ավելի բարդ է եւ սա ավելի շատ ռացիոնալ մարդկանց ակնկալում, որովհետեւ էմոցիոնալը քիչ է, ռացիոնալությունը ավելի շատ է, որովհետեւ դու ասում ես, հա, սա հաճախ երբ որ ասում ես ընտանիքա պետք է օգնել, օրինակ ես միշտ ասում եմ, լավ, մի անգամ օգնեցինք եւ վերջացավ այս գումարը, հետո հա ստեղ էս հետոյի մասն է մի անգամ օգնեցինք եւ ինքը այս գումարով պիտի իր հետոն ինքը արդեն իր ընտանիքի համար ինքը կառուցի ու այդ 150 ընտանիք իդենտիֆիկացված է չէ այդ իդենտիֆիկացիան անելու են այն մարդիկ ովքեր փող են տվել սենց հիմա սենց փոշմանեն որ երևի հանգանակել են բայց մենք ակնկալում ենք հետեւյալը մենք ուղղակի կֆիլտրենք սկզբնական պատրաստի բիզնես մոդելները, որ մարդը 0-ից մինչև վերջ այդ բիզնես մոդելները կառուցել է։ Հետո կունենանք տարբեր հանձնաժողովներ, տարբեր քանակով, էլի, որոնք որ ուղղակի կսկսեն նայել այդ մոդելները, գուցե լսել փիչերը, երբ որ մարդիկ ներկայացնում են ու ընտրել։ Մենք չենք ընտրելու։ Մենք չենք կարող ընտրել։ Մենք ասելով ՀԿ-ն։ ՀԿ-ն չի ընտրելու, ՀԿ-ն կազմակերպելու է տարբեր մարդկանց։ Ունենալու եք ինչ-որ մի հատ պանել մի քանի հատ եւ այլն։ Այո։ Ովքեր որ նայելու են ասում են լավ, այս խելքին մոտ բան է, այս այդքան է խելքի մոտ։ Այո։ Մեզ համար ընտրությունը անհնար է մի քանի նախ որպեսզի անաչառ լինի, երկրորդը որ գիշերներ քնենք։ Հետո չենք քնում մեկին որ բերժում ենք։ Բայց ասենց ասում են արանավեր չքնեն։ Հա, դուք չքնեք։ Այդ բանը գիտես չէ, հարևանին որ ասում է։ Զանգի ասա չես տալու։ Հա, թող հիմա ինքը չքնի, մոտավորապես տենց։ Իսկ ձեր թիմը բոլորը բաբոներ են, հա։ Մի հատ զետա ունենք։ Հա։ Հա։ Մոլադեց։ Բայց բաբոները ավելի շատ են։ Բաբոները ավելի հակված են սենց սոցիալական աշխատանքներին վրա։ Հետո դե երևի ինչ որ բան ես իմ սխալ գենդերային սխալ բան կասեմ, բայց ավելի շատ մեր հասարակությունում տղամարդիկ ընտանիքներ են պահում եւ օրինակ իրենց վրա հոգեբանական ճնշումը շատ է, մենք բարձրացանք։ Ահա, օրինակ։ Չէ, պլյուս ասենք, եթե պատկերացեք հիմա ամուսինս էլ գնա հասարակական գործունեությամբ զբաղվի, այն 3 երեխան ինչ պետք է անեն, էլի։ Դեռ կիսել ենք։ Ես աշխարհն եմ փրկում, ինքը ընտանիք։ Կարող է բաժանել եք։ Հա։ Իսկ սֆերաները։ Լրիվ, հա։ Բաբոն տերը ուրիշ բանա, չէ, ուրիշ օպերա։ Հա, դեռ էլ նախագահ չեմ։ Հա, ինչ է։ Անդախ։ Ուղղակի բաբո։ Խորհրդի անդամ։ Ուղղակի բաբո։ Հա, բաբոն մի հատ լավ հոդված կար, թարգմանել էին բաբուշկի վատվեցը ռուսերեն։ Մոտավորապես, բայց այդ վատվեցին լավ էին թարգմանել։ Բաբոն տերա այդ մասն ուներ, բաբոն էլ մեր Արցախի բաբոն է, էլի, ես բաբոն եմ։ Հա, այդ ձեր տերեն էին թարգմանել վատվեցը։ Հա, причем այդ բաբուշկին էլ չէին հասկացել, բայց մնացածը նորմալ է։ Այդտենց շատ էլի ակտիվ, էլի աշխարհ փրկող, չէ, երևի Հայաստան փրկող ամեն դեպքում կազմա հավաքվել շատ տարբեր մասնագիտությունների եւ խառնվածքների տեր կանանցից, բայց արժեքային ինքը նույնն է։ Ձեդո չունեք։ Ցեդոների հետ համագործակցում ենք, բայց ցեդո չունենք։ Ըստ սահմանման պետք է բաբո։ Այո, ըստ գաղափարի բաբոնատեր։ Այո։ Ըստ վերջերս իմ սոցիալական մեդիան ես ուսումնասիրել, sense մանրամասն։ Այնքան բան ասցիր, որ ես չգիտեի։ ChatGPT-ն է։ Կամ էլ տենց։ ChatGPT-ն այդքան ինֆորմացիա ունի։ Ավելի շատ ունի։ Անկամ կմասին հարցրը, տես ինչ գիտի։ Այսօր կանենք։ Ասա ծրագրից հետո։ Իսկ ինչ որ էլի տենց կանանց նախաձեռնություններում կաս, չէ։ Հա։ Ես եւ իմ ընկեր Սիլվան Մեսրոպյան ունենք կին ձեռներեցների ասոցիացիա։ Այդտեղ նախագահ
Սիլվանա։ Լսի հերիք է, սա կոմպլեքսավորվեմ։ Դիտանորեն է լինես, եթե Սիլվանա։ Չէ, հələ երկուսն էլ ինքն, հա։ Գնամ խոսեմ հետը։ Բայց մի հատ էլ լավ բան ունենք, հենց մեր Innobiz-ի շրջանակներում անընդհատ էլի հարցեր են առաջանում, անընդհատ կանայք ամենաակտիվը կանայք են, մեր սովորողների 88%-ը կանայք են, ուզում եի դա շեշտել։ Մեր ուսանողների։ Հա, բայց բնականն է ստացվում։ Եվ այս մեր Innobiz-ի աբոները, տեղահանված արցախցի կին ապագա եւ ներկա ձեռներեցները տարբեր խնդիրներ են ունենում, նաեւ փոխօգնության ոնց որ հարցեր կան բան, ու մենք որոշեցինք, որ մենք այդ ամբողջ սպեկտրը ծածկել չենք հասցնում, բայց եթե իրանք որոշեն եւ մի բան կառուցեն, մենք իրանց կօգնենք։ Ու մենք շուտով կհայտարարենք տեղահանված կինձեռներեցների ասոցիացիայի մասին, որը ծնվում է մեր բյուրհարթակի շրջանավարտներից եւ որոնց մենք կօգնենք կայանան որպես կառույց ու իրենց տարբեր շահերը իրականացնեն, տարբեր շահերը պաշտպանեն։ Ինչն է ոնց որ հիմքել է կառույցի ասոցիացիայի։ Քանի որ տեսեք, ինչի օրինակ չենք խառնում մեր ձեռներեցների ասոցիացիա, կինձեռներեցների մինչալուց մեր մոտ նորարար կինձեռներեցներ էին նորից, ինչ չեն խառնում, որովհետև տեղահանված ձեռներեցները ու կինձեռներեցները ունեն ուրույն խնդիրներ։ Եվ այդ ուրույն խնդիրները ավելի առաջնահերթ են, քան ձեռներեցությունը եւ նորարարությունը եւ այլն։ Այստեղ էլ լիքը ջատագովության հարց կա, իրավունքների պաշտպանության հարց կա, քաղաքականության մշակման հարց կա, որ իրենք պետք է կարողանան համախմբվել ու լուծեն։ Բայց նաև փոխօգնության հարց կա։ Մենք համայնք ունենք, որտեղ տեսորողների համայնքը 1500 հոգի են, մի 3000 հոգի ունենք Արցախ ձեռներեցության համայնքը։ Այս մարդիկ իրար անընդհատ, եթե կարողանաս կապը ստեղծես, օգնում են։ Օրինակ մի հատ ցուցահանդես է լինում, որտեղ իրենք պետք է մասնակցեն։ Ոնց են իրար արագ օգնում, չես էլ հասցնում խառնվես։ Մեկը ասում է ինձ փաթաթավորման բան է պետք։ Ասում է բեր ուղարկի փաթաթավորեմ, հետ ուղարկեմ, որտեվ սարք ունի։ Մյուսը ասում է ինձ ՀԴՄ-ա պետք, ասում է վերցրու իմ բանով արա, հետո, չգիտեմ, հետո ոնց են լուծում հարցերը, բայց լուծում են։ Չգիտեմ, մեկին տրանսպորտ է պետք, մեկին ձևավորելու համար մի բան է պետք, մեկ էլ երեքով բռնում են տաղավարը միասին են վարձում, ու տեսնում ես, որ սենց դու չհասցրեցիր, բայց իրանք իրար մեջ դա արեցին, այս միջավայրին մենք մասնակցում ենք ստեղծելուն ու ձևավորելուն, իրար աջակցելուն, ոնց որ փորձում ենք նույնիսկ մենտորներ գտնել իրար մեջ, հին սերնդի ու նոր սերնդի մեջ, կամ ընդհանուր մասնագիտական, ասենք ով ճագարաբծությունից լավ է, մյուսին էլ սովորեցնի։ Այս ամենը անդադ անում ենք, որը ահա որ աշխատատար է, ժամանակատար է։ Մենք նույնիսկ անում ենք խաղարկություններ տոների ժամանակ, մասնավորապես օրինակ տղամարդկանց մի ամսյակին Լուսարև գինիների ընկերությունը մեզ օգնեց, կանանց մի ամսյակին Հալեբ ընկերությունը օգնեց, տրամադրեցին տղամարդկանց մի ամսյակ էլ կա։ Տենց բան կա։ Հա, ճիշտ է։ Հələ հաշվի։ Կա։ Բարի 28 փետրվարի 23։ Այո, ճիշտ ընդհանրեցի։ Շաբաթը մենք ունենք ցած վիճակահանություն մարդկանց եւ փոստով ուղակի սիմվոլիկ էթնովերներ ուղարկում ենք։ Ինչ որ մի բան է, ցած համայնքաշինական, որ ակտիվ լինեն, իրար հետ լինեն եւ մեր ներկայությունը անընդհատ անկախ նրանից թե ուր են հասել։ Ու իմիջիալոց լավ արձագանքներ ունենք նաեւ այն մարդկանցից, ովքեր դեռ բիզնես չեն սկսել կամ չեն էլ սկսելու, իրենք պնդում են, որ աշխատանքում եւ կյանքում էլ օգնում են հմտությունները, որոնք ու գիտելիքները, որոնք իրենք մեզ մոտ ստանում են։ Շատ օգնում է, ասում եմ ինտերվյու անցնելուց է շատ օգնում աշխատանքի ընդունվելիս։ Ունենք մարդիկ, ում տարել են այլ աշխատանք անել, օրինակ ադմինիստրատիվ աշխատանքից, ադմինիստրատիվ օգնականի աշխատանքից տարել են մարքեթինգի բաժին, որովհետև չէր բաներ մասնավորապես թվային մարքեթինգից սովորել էր, առաջարկել էր, բան տարել են։ Մարդկա քննությունը ավելի հեշտ հանձնում։ Մի խոսքով նույնիսկ եթե չեն հասնում բիզնեսի հանգրվանին, ապարդյուն չեն ժամանակ անցկացնում մեզ հետ։ Ու սա էլ է մեզ համար կարևոր բան։ Մենք շատ կուզենք իմիջիալոց ավելի խորը գիտական մոտեցմամբ փորձենք ազդեցությունը գնահատել, եթե գիտեք ով դա կարա անի կամ կուզես մասնակցել ինչ որ մեթոդաբանության մշակմանը, մեզ համար դա էլ կարևոր կլիներ, բայց առայժմ
ոնց գնահատենք ամբողջ ազդեցությունը, ամբողջ impact-ը, որ ունենում ենք, հա, մեր գործունեության։ Ու ոնց դա իհարկե բարելավել, ավելացնել եւ այլն, բավական հետաքրքիր է ինձ համար։ Անում ենք ոնց որ մոնիտորինգի, հետադարձ կապի, բայց կարծում եմ, որ կարանք ավելի սիստեմատորենք եւ մոդելավորենք եւ ունենանք ավելի հետաքրքիր մոդել։ Իսկ digital-ի հետ ինչ կապ ունես։ Ես բանա, մերկացնում։ Ես GPT-ն ասում, չգիտեմ դու ինչ կապ ունես, չգիտեմ։ Դե կար ժամանակ, երբ որ ես դեռ հասարակական ոլորտ չէի անցել ու այդ բան անջրպետը ասեցիր փոխնախարար լինելն էր բանակից քեֆն էր։ Բացի ճագարաբուծությունը նաև թվայնաբուծությամբ էի զբաղվում։ Զբաղվում էի խորհրդատվությամբ, ունեի իմ խորհրդատվական ընկերությունը։ Consulting-ը։ Տեսար քեզնից առաջ ընկա։ Չկա հիմա։ Կա, բայց հիմա ես չեմ ղեկավարում, ոչ նախագահն եմ, ոչ տնօրենը։ Եղել եմ նախագահ եւ տնօրեն։ Չէ, արդեն չէ։ Չէ, ես պետք է հանձնեի Հիմնադիրը տենց միանգամյա բան է, որ միանգամ եղար։ Չէ, ես հիմնադրին փոխեցի եւ հիմա մեր գոլեգան, որը ժամանակին վերցրել ենք աշխատանքի, մեզ հետ աշխատում էր, ինքնակառավարում, ղեկավարում, շարունակում եւ մենք շատ ուրախ ենք։ Մեկ-մեկ հետաքրքիր նախագծեր ունենում, հրավիրումը մասնակցում եմ որպես խորհրդատու, բայց խոշոր հաշվով արդեն ինքն իրեն է աշխատում։ Բայց մեր հիմնական նիշան միշտ եղել է ֆինանսները, ֆինանսական ոնց որ այդպես ասած outsource-ը, բայց ոչ հաշվապահական, ֆինանսական կառավարման տեսանկյունից, ու ամենահետաքրքիրը թվայնացումներն էին։ Ինչ պարզվեց, որ եւ դա դեռ 15 տարի առաջ էր, որ կա հաճախորդը, որը ուզում է թվայնացնի իր բիզնեսը, ինչ որ ձևով, կա ծրագրային ապահովում առաջարկող կազմակերպություն, իրենք իրար չեն հասկանում։ Որտեվ սա բիզնեսից առանձնապես չի հասկանում, սա էլ ոնց որ բանից առանձնապես չի հասկանում։ Ու քանի որ ես միջնորդ է պետք է։ Ստացվում է, հա, թարգմանիչ, missing link։ Եվ հաճախ այդ missing link-ը մենք ենք լինում, որ բիզնես process-ներ ուսումնասիրում ենք, վերացում ենք տեխնիկական առաջադրանքի ծրագրային ապահովում առաջարկողների համար հասկանալի լեզվով, հետո հետ ենք բերում, տենց։ Դրա համար կոչել էր link consulting։ Ինքը wink է, բայց հա wink։ Հա։ Ու լավ էր աշխատում, հենց ամենալավը աշխատում էր այդ ծառայությունը։ Մի տարի գնացել էի Իտալիայի բանկ, ուրեմն այնտեղ մի հատ բաժին ինձ տարան, որը գերմանացիների հետ համատեղ ապահովում էր եվրոպական վճարահաշվարկային համակարգ, Target 2 էր կոչվում։ Հələ սրանից մի 13 տարի առաջ էր, պատին երկու հատ մեծ մոնիտորներ էին կցրած, մեկի վրա այդ կառավարման վահանակներ տարբեր կանաչ կարմիր կետերով, մյուսի վրա կամերա էր, որտեղ երևում էր այդ գերմանական բաժինը ու նույն ձևի իրանց մոտ էր։ Ասում եմ, բա դուք գերմանացիների հետ ո՞նց եք կարող աշխատեք, ասում եմ, շատ լավ, ասում եմ, հետաքրքիր հարց տվեցիր։ Ասում եմ, մենք իրանց չենք սիրում, բայց վստահում ենք, ասում եմ, իրանք մեզ չեն վստահում, բայց սիրում։ Идеальное отношение։ Հա, բայց շատ լավ։ Մոտավորապես տենց էր, հա։ Հա, մենք այդ հարթեցնողն ենք, էլ։ Իմ ճալած տարիները անցել, հիմա կարող տեսած լինես մոտորերս ոնց որ դասընթաց կա ՓՄԶ-ների համար ոնց թվայնացվեն, ինչ քայլեր պետք է անեն եւ այլն, որ գնան թվայնացման, ու էլի երբ որ խոսում ենք ծառայություն մատուցողների վենդերների հետ, էլի այդ մասը այդքան էլ ծածկված չէ, էլի ոնց որ իրանք ավելի տեխնիկական մարդիկ են։ Սիրում են գան ցույց տան, որ կոճակն ինչ է անում եւ այլն, բայց երբ պետք է սխտում ես կոճակը, բարձ չի։ Կամ այդ կոճակը այս կազմակերպության պետքա թե չէ, այդ էլ բարձ չէ, բիզնես process-ների վրա չեն այդքան էլ նստածնում ու ձախողումների մեծ մասը դրանից է գալիս, ոչ թե որ ծրագիրն ավարտը կամ այլ որ ուղղակի ճիշտ չի նստած, ճիշտ չի կարված կոստյումը։ Այդպես, այդ էլ թվայնացման մասին իմ հիշելով էլ բան պետք է գտած չլնաս։ Մնացածը գախնի գրիֆիկա։ Չէ, ուղղակի քան ոնց եմ հասցնել։ Չգիտեմ ոնց հասցնում։ Իրականում այդ այն ինչ որ իմ մտքով անցար, ոնց ես հասցնում։ Կանայք բազմաֆունկցիոնալ են։
Դե հա, ես տենց բանկա ինչքան 3 երեխաներ։ Այո։ Դենք 24 ժամվա մեջ ավելի շատ բան է տեղավորվում։ Հա, բայց գիտեք ոնց։ Ամենտեղ լավ գործընկեր ունեմ ու լավ թիմ։ Ոնց որ բանալին դա է։ Թե լավ գործընկեր ու լավ թիմ ունես, նշանակում Որս նախագահ աշխատես։ Հա, իրանք կանեն։ Բայց իրական ամենակարևորը դա է։ Եթե ոնց որ արժեքային ու իմաստային առումով իրար հասկացել եք, ապա արդեն կարողանում եք շատ հեշտ իրարից վերցնել, իրար փոխարինել, իրար փոխլրացնել ու տեսնել ում կարելի է դելեգեյթ անել ի վերջո, ամեն ինչ դու չես անում։ Մեկ էլ հա դելեգեյթը։ Այսինքն հնարավոր է շատ ձմերուկներ պահել, եթե հետդ պահում ես Հա, կան։ հա։ Եթե ոնց որ կոդերը այդտեղ շատ հաճախ ավելի ոնց որ visionary դերը լինի, հա, ստրատեգիկ թե ուր ենք գնում ինչ ենք անում, ոչ թե իրագործող անընդհատ։ Չնայած օրինակ կինոբիզում ես անում եմ այն, ինչ որ չեմ արել մոտավորապես արդեն 15 տարի, օրինակ հաշվետարություն։ Նորից վերհիշել։ Հաշվապահական։ Հաշվապահությանը չեմ հասել, այդքան դեռ կվալիֆիկացիա չեն տվել, զուտ հաշվետարություն եմ անում։ Մուտք ելք փոխանցում։ Դեբետ կրեդիտ։ Հա, հետո գլխավոր հաշվապահին ցանց բանա պահանջ։ Բայց ինչի՞ այդ էլ կարելի է շատ հեշտ outsource անել։ Հա, Հա, թե հա։ դա Չի կարում թվայնացնել։ Դե թվային եմ անում, բայց մեկը ինձ վրա այդ բանն է, այդ խնայողությունների մոդն է մեզ մոտ առայժմ, բայց նաև ոնց որ վերհիշեցի անցյալս, դրանց եմ սկսել, այդպես։ Շրջապատույթի մեջ ես էլի։ Ոնց որ հա։ Այո։ Հարցում հարցեր ունես։ Չէ, ինձ ժամանակ հետաքրիր են փաստը, որ 88% իրանց մոտ այդ 1500 հոգու կանայք են։ Ինձ համար չէի պատկերացնում։ Ենթադրում GIZ-ի գրանտա ստացողների մեծ մասն են կանայք եղել։ Դե պրոպորցիոնալն է, այո, չնայած դրամաշնորհներ ստացող տղամարդկանց քանակը փոքր չի, որովհետև իրենք եթե հասել են այն կետին, որ լրացրել են մոդելը, նշանակում է ասենց արդեն որոշել են, հաստատ որոշում են, հաստատ գիտեն ինչ են ուզում, կանայք հաճախ փոխում են գաղափարներ, ինչը էլի շատ հավես է ու շատ կրեատիվ է։ Մենք մի հատ դեպք ունենք կնոջ, որ 5-րդ գաղափարն է փոխում, նենց հավես է, ամեն հանդիպմանը գալիս է, ասում ես նոր գաղափար ունեմ, ու եթե ինքը չի գալիս, մենք զանգում ենք, որտեվ հաջորդ օրինակ նույն մարքեթինգ, մենք զանգում ենք, որ տեսնենք ոնց է մեր շահառուն, շատ հավես դեպքեր ունենք։ Մեզ պատմում են, որ ընտանիքներով են նստում դաս անելու, այսինքն երեկոյան ընտրում են, հետո համակարգիչը բացում են, սկսում են դասը նայել։ Լոտո խաղալու տեղը։ Այո, կամ վատ սերիալ նայելու տեղը։ Ինչ սերիալներ կան մեր հեռուստատեսում, դրա փոխարեն դա են նայում։ Ունենք խումբ, սա շատ հուզիչ է, որոնք մոտ են ապրում իրար եւ առավոտյան ոնց որ սուրճը իրանց ռիտուալներից մեկն էր եւ սովորաբար իրենք ասում էին, որ այդ սուրճը վերածում էր արցունքների, որովհետեւ հավաքվում են ու սկսում էին հիշել նորից։ Ինչ են կորցրել, որտեղ են գտնվում, ոնց են ու ոնց որ ամեն ինչ ավելի թախծոտ էր։ Հետո մեկը ընդունվեց մեզ մոտ սկսեց սովորել, հետո տարավ վարակեց, շատ լավ է որ վարակվում են։ Ու հիմա ասում եմ մեր սուրճը վերածվել է ձեր դասերի քննարկմանը, մեր գաղափարների քննարկմանը եւ այլն եւ այլն։ Ինչ դրանց դուրս կգա չգիտեմ, բայց մենակ այն որ մի քիչ տրամադրություն ենք փոխում եւ օպտիմիզմ ենք ավելացնում, մեզ ահագին ուժ է տալիս։ Մենք նաև տարբեր այլ կառույցների հետ մտածում ենք sense կոմպլեքս բաներ անենք, հոգեբանական աջակցության հետ մենք դա չենք կարողանում տալ, ով որ կարողանում է, որ կառույցներ որ կարողանում են, ոնց որ ուղղորդենք այնտեղ։ Ու մի շարք ոնց որ տենց տարբեր կողմերից կարիքները փակելով շատ հավես ու հետաքրքիր кейսեր ունենք։ Կարծում եմ, որ շուտով մենք կսկսենք մեր հաջողության ոնց որ պատմությունները գրել։ Տեղադրել, գրել, ցուցադրել, որպեսզի նաև մարդիկ հասկանան, որ իրանք մեծ փոփոխության ու դրական փոփոխության մաս են կազմում, հատկապես հիմա հնարավորություն ունեն այդ մասը կազմելու իրենց հանգանակություններով ու մասնակցությամբ, այո։ Ու շատ շնորհակալություն իմիջիալոց ձեզ, անձամբ ձեր ընտանիքին, ես
տարբեր ընտանիքի անդամներ տարբեր ժամանակ հանգանակություններ են անում իրարից անկախ, տենց նկատել ենք, մենք բոլորին նկատում ենք։ Շատ շնորհակալ ենք։ Լավ եք աշխատում։ Այո, առայժմ հասցնում ենք նկատենք, հույս ունեմ, որ մի հատ պահ կգա, որ ինձ արագ կփոխվի այդ թիվը, որ չենք հասցնի, բայց այդպես։ Շատ լավ։ Ինձ թվում է բավականին դրական խոսակցություն ունեցանք։ Արծոմի դեմքից երևում է, որ լիցքավորվեց դրական էմոցիաներով։ Ամեն ոդքասթի ժամանակ։ Հա, ես մեծ սիրով եմ նայում Արծոմը գնում է աշխատելու, ինքը գիշերներն է աշխատում, որովհետև այլ մայր ցամաքում է աշխատում։ Ինչ է անում այլ մարդ ցամաքի համար։ Կնոպկա եմ սա։ Կանաչ թե կարմիր։ Երկուսն էլ նայած դիրավիճակի։ Այո, բայց հա, կանաչ կամ կարմիր, այո։ Գույները կրայեցիր մի անգամից։ Հարգելի ունկնդիրներ, շնորհակալություն, որ մեզ դիտում եք։ Շարունակեք դիտել, բաժանորդագրվել, լայքել, հանգանակել է ձեր մոտ։ Մեզ մոտ, այո։ Մենք հանգանակություն չունենք, Patreon չունենք։ Ձեզ որ հանգանակեն, կարաք տաք մեզ։ Շատ լավ։ Պայմանավորվեցինք։ Քեզ շնորհակալություն եւ քո գործընկերներին, շարունակեք ձեր լավ գործերը։